Ի սկզբանե, երբ խոսել եմ վեհարանը վեհի նախաձեռնության մասին, առանցքային պատճառներից մեկը այն է, որ ըստ էության այսօր Հայաստանում հոգևոր կյանքով ապրելու տեղ չկա կամ դժվար է գտնել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ վերոնշյալ իրադարձությունները համոզել են իրեն, որ Հովանավանքն այն տեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով, ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է, ընդգծել է նա։ Ազգային ժողովի նախագահ Արեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սաիբա Գաֆարովայի հետ հանդիպումից։ Գերիների պահվող անձանց մասին խոսակցությունը միշտ կա, այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, այլև հրապարակային իմ ելույթում հանդիպումը շատ դրական եմ գնահատում, խորհրդարանները պետք է իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու պարտավորությունը, նշել է Սիմոնյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ժամկետային զինծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու վարչապետի հայտարարությանը։ Պապիկյանը նշել է, որ այդ որոշումը երկարաժամկետ պլանավորման արդյունք է։ Կառավարության ծրագրով ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը։ Հայրենիք կուսակցության նախագահ Արտուր Վանեցյանն անդրադարձել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը։ Նրա հետ տեղի ունեցածը ունի քաղաքական ենթատեքստ, հետագայում անգամ եթե պարզվի, որ կատարել է քրեական հանցագործություն, նրա կալանավորումը եւ հետապնդումն ունի ենթատեքստ, ճեպազրույցում ասել է Վանեցյանը։ Ռուսաստանում անցկացվել է ռազմավարական միջուկային ուժերի վարժանք, ներգրավել են դրանց ցամաքային, ծովային եւ ավիացիոն բաղադրիչները, հայտնել է Կրեմլը։ Մարզումն անցկացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ։ Մարզման բոլոր առաջադրանքները կատարված են, ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկայ է եղել Ռուսաստանի գավաթի խաղարկությամբ ԲԿՄ Ակրոն խաղին։ Մարզադաշտից Մոսկովյան թիմի պաշտպան Արտյոմ Բանդիկյանի խաղին հետևելուց հետո մարզիչը զրուցել է ֆուտբոլիստի հետ։ Մելիքյանը ծանոթացել է Բանդիկյանի խաղային մտածողությանը եւ որակներին, քննարկել նրա ազգային հավաքականում ելույթ ունենալու հնարավորությունները։